Ուկրաինան գիշերը ինտենսիվ հարվածներ է հասցրել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին։ Ոչ բոլոր անօդաչու թռչող սարքերն են հասել նպատակին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դրոններից շատերը խոցվել են։ Կիրովի մարզի Լազարևոյի պոմպակայանն է եղել Ուկրաինայի օդային ուժերի թիրախում։ Այդ պոմպակայանով ռուսական նավթը Սիբիրից Բելարուս է հասնում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտնած տեղեկությունը հաստատել է Կիրովի մարզի իշխանությունը, սակայն վնասների մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Ըստ Կիևի, իրենց անօդաչուները նաև Ռոստովի մարզում են վարելիքի պահեստի հարվածել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Թեժ է իրավիճակը ռազմաճակատում։ Խերսոնի բազմաբնակարան շենքի վրա ուկրաինացիների հարձակման հետևանքով մեկ երեխա է զոհվել, հայտնում է ռուսական կողմը, 11 մարդ վիրավորվել է։ Ըստ Խերսոնի նահանգապետի, ուկրաինական օդուժի թիրախում Ազովի ափի Հենիչեսկ նավահանգստային քաղաքն է եղել։ Ռուսաստանն էլ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին է հարվածում։ Չեռնիգովի շրջանի վրա ռուսական զինուժի հարձակման հետևանքով Ուկրաինայում 40,000 մարդ առանց հոսանքի է մնացել։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Դնեպր քաղաքին և Ռովնո մարզի նավթավերամշակման գործարանին, հրդեհի պատճառ դառնալով, հայտնել են տեղական իշխանությունները։ Դնեպրոպետրովսկի մարզպետը հայտնել է, որ մարզում ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 9 վիրավորվել։ Խարկովի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է վիրավորվել։ Վլադիմիր Զելենսկին հայտնում է, թե Ռուսաստանը մեծ զանգվածային հարձակման է պատրաստվում։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հղում է արել Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների հետախուզական տվյալներին։ Զելենսկին նորից խնդրել է Վաշինգտոնին անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանագիր կնքել։ Ըստ Reuters-ի, անցած շաբաթ Զելենսկին նամակ էր ուղարկել Թրամփին ու Կոնգրեսին, որ Կիևը Փեթրիոթների կարիք ունի։ Եթե ամերիկացիները դրական արձագանքեն Կիևի նամակին և մատակարարեն այդ զենքը, ինչպես կարձագանքենք։ Կրեմլում կասկածում են, թե նահանգներն արագ կարձագանքի Ուկրաինայի զենքի մատակարարման խնդրանքներին։ Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով Վաշինգտոնն իր զենքերն ավելի նպատակահարմար կարող է օգտագործել։ Կարծում եմ ամերիկացիներին ուրիշ տեղ զենքն ավելի շատ անհրաժեշտ է։ Չեմ կարծում, թե ամերիկացիները կշտապեն անմիջապես կատարել այդ խնդրանքը։ Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը հրապարակել է մայիսի 29-ին Գալաթի քաղաքի բնակելի շենքին հարվածած անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները։ Ռումինական կողմը պնդում է, որ անօդաչուն ռուսական է։ Անօդաչու թռչող սարքի բեկորների վրա հայտնաբերվել է ռուսական դրոնի անունը՝ Գերան-2։ Ռուսաստանը հատել է ևս մեկ կարմիր գիծ։ Գալաթիի բնակելի շենքին ռուսների հարվածին այսպես է արձագանքել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը արձագանքել է Եվրոպայի մեղադրանքին։ Նրանք են հատել ամեն ինչ, ինչ կարելի էր հատել, ուստի իմաստ չունի հետագա հաշվարկներ անել։ Բայց անկախ նրանից, թե ինչ է պատահում, բոլոր խնդիրների արմատական պատճառը Ուկրաինան է և Կիևի ռեժիմի գործողությունները։ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատունը միջադեպի համար մեղադրել է Ուկրաինային, այն անվանելով սադրանք։ Մարիամ Ամիրջենյան, Հայլուր։